Դուք ժամը քանիսին եք իմացել դեպքի մասին։ Ժամը 8:40, 8:40 այն արդեն երեխային վերցնում գետնի վրայից։ Ոնց եք իմացել, որ այնտեղ դուք եք գտել թե։ Մեր բնակիչներից մարդ կար մոտիկացավ դիմեց, ասաց ձայն ա գալի, ասաց ոնց որ շումն ա կամ չգիտեմ երեխայի ձայն ա գալի, ասի գնանք նայենք, գնացի ինձ տեղում ամենչապես զգացի որ ձայն ա գալի, մի պաուզում էր որքով խփել, թութ չխփեցի, կռացա այծելը բացեցի, տեսնեմ երեխա է չի մոռացում արդեն։ Հենց այդ բանը գրկել եմ ամենչապես ու զանգել եմ շտապողություն։ Շտապողությունը 5 րոպե ընթացքում եկել է ոստիկանության հետ։ Հուզված եք, եկել եք երեխային տեսնելու, հա։ Մարդ, որ իրականում երեխա գտնում եք ոնց որ բախտի բան է, էլի, թե ես իմ սեփական երեխան ունեմ, իրանով ապրում եմ, բայց այս երեխային ես մինչև կյանքիս վերջ տիրություն հորում։ Ասեցիք բժիշկին ուզում է դուք անուն եք որոշել, ինչ անուն եք որոշել, որ ուզում եք։ Չեմ որոշում հասկանում, ասեմ, դեռ հաստատ սաղարկ իմանամ։ Հուսով եմ անունը չեմ երժի, դե գտնում ես երեխուն սոցիալական ցանցում բոլորը վերում են երեխային տվեք ինձ բանում, գիտեն երեխան խաղալիք է, պետք է տան մեկին պահեմ, ես չգիտեմ, որ այդ երեխայի հետագա գործողություններում այդ երեխան հաստատ է թալան մանկատում ստերից հետո։ Հետագան ցույց կտա, թե ինչ ընտանիքում կմեծանա։ Այն որ սադիստ մորը ձեռը չի ընկնի, հաստատ է։ Չեք ճանաչում այսինքն։ Չգիտեք, բակից չի։ Ձեր տպավորությամբ նենց տեղ էին դրել, որ գտնեն մարդիկ։ Նենց տեղ է դրված, որ այդ այգում խաղում են երեխայա, բնակչություն է ալնում։ Նենց տեղ է դրված։ Այսինքն նենց էր դրված, որ գտնվի, ոչ թե ինչ-որ բան պատահի, հա։ Իսկ խնամված է երեխան։ Ոնց որ բժիշկն է ասում, ես էլ եմ ասում, որ այդ երեխան իրոքից ծնված է 3, որից արյան հոտը գալիս էր։